Հայաստանի վարչապետն ու Աննա Հակոբյանը Ես ոչ եմ անում բոլոր տևելում բոլոր պատարակներին մասնացող մեր ժողովրդին նախմասնացել պատարակներին և պահանջել, հորդորել, խնդրել, որպեսզի հոգևորականները, պատարակող հոգևորականները, եկեղեցիներում ծառայող հոգևորականները միանան բարելավման օրակարգին, հանուն հայաստանյան առաքելական սուրբ եկեղեցու։ Քաղաքական բնորոշում ստացած այս հավաքը զերծ չի մնացել բախումներից։ Եկեղեցու բակում միջադեպ է գրանցվել 44-օրյա պատերազմում զոհված Արայիկ Բաղդասարյանի մոր Գոհար Դավթյանի և վարչապետի կողմնակիցների միջև։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է Փաշինյանի աջակիցներից մեկը հրում և վիրավորում որդեկորույս մորը։ Եվ աստվածահաճո նորանոր իրագործումներով կերտենք մեր անվտանգ ու ապահով ներկան և սերունդների լուսավոր գալիքը։ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների։ Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը։ Մայրաթորուն մոտուցվող Սուրբ Ծննդյան պատարագի ժամանակ ասել է ամենայն հայոց կաթողիկոսը։ Խորհուրդ մեծ և սքանչելի աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների թատերաբեմ, ընկողմում մոլորությունների խավարի մեջ, հանգեցնում անձնական ու հասարակական կյանքի խեղման։ Աղոթք է հնչել նաև Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների ազատազրկված սրբազանների, ազգային բարերար Սամվել Կարապետյանի և Արցախյան 44-օրյա պատերազմում անհետ կորածների համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը իր խոսքում ողջունել է Արամ Ա կաթողիկոսին, Կոստանդնոպոլսի և Երուսաղեմի հայոց պատրիարքներին։ Թող Բարձրյալի Սուրբ Աջի պահպանության ներքո մեր կյանքը լուսավորյալ մնա աստվածային ներկայությամբ, զարդարվի հավատավոր բարի գործերով և մենք գոհությամբ փառաբանենք մարդեղացյալ փրկիչ մեր Տիրոջը այսօր և միշտ և հավիտյան։ Շնորհ, սեր և խաղաղություն յառն մերո Հիսուսի Քրիստոսի եղիցին մեզ և ընտամենեսյան ամեն։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։ Քրիստոս ծնավ և հայտնեցավ։
Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում քահանային թույլ չեն տվել մտնել պատարագի, այնտեղ վաղ առավոտից ոստիկանները մի շարք քաղաքացիներ Թալինի ամենքապետ Տավրոս Սափեյանի գլխավորությամբ փակել են եկեղեցու մուտքը, արգելելով Տեր Հայկին ներս մտնել։ ՔՊԱ-ական Տավրոս Սափեյանը հայտարարել է մեջբերում թույլ չեն տալու, որ օծյալ քահանան եկեղեցի ոտք դնի, քանի որ Սուրբ Ծննդյան պատարագը պատրաստվում է անցկացնել կարգալույծ Արամայիս Թախմազյանը։ Տեսնելով, որ իրավիճակը լարվում է եկեղեցու մուտքի մոտ, Տեր Հայկ քահանա Սահակյանը բախումներից խուսափելու համար հեռացել է Սուրբ Աստվածածին եկեղեցուց։ Հայր մեր, օրենքինս է, Սուրբ Եվիսի անուն քո, եկեղեցի արկայություն քո, Եվիսին կամ քո, որպես եկինս եւ երկրի, ըսած մեր անապատոր, դուր մեզ այսօր, եւ թող մեզ խարտիս մեր, որպես եւ մենք թողում մերոց խարտապանած, եւ մի տանիրս մեզի փորձություն, այդ բրկեած մեզի ճարեք, Զիգոյ արկայություն եւ զորություն եւ փառք Հավիտյանը Հավիտենից ամեն, Քրիստոս գնավ եւ հայտնվեցավ, մեզ եւ ձեզ մեծ ավետիս, օրգյալ է Թալինի այս եկեղեցում վերջին օրերի իրադարձությունները սրբապղծություն է անվանել Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պրոշյանը։ Նա հայտարարություն է տարածել կալանավայրից։ Մեջբերում սա փողոցային ճնշման, սադրանքի եւ հոգեվոր արժեքների դեմ ուղղված ագրեսիայի օրինակ է, որը քայքայում է հասարակական համերաշխությունը եւ վտանգում իրավական պետության հիմքերը։ Դեկտեմբերի 31-ին նռնորներքի արարողության ժամանակ Թալինի ամայնքապետը կրկին խոչընդոտել էր արարողության անցկացմանը, թույլ չտալով քահանային մատուցել պատարագ։ Համայնքապետի հետ զրույցից հետո հոգևորականները եւ քաղաքացիները բախումներից խուսափելու համար դուրս էին եկել եկեղեցուց։ Հարևան Իրանում իշխանությունների դեմ բողոքի ցույցերը շարունակվում են արդեն 9-րդ օրը։ Ցուցարարները վերահսկողության տակ են վերցրել Իրանի Խորամաբադ քաղաքը եւ վերահսկողություն հաստատել կառավարական ենթակառուցվածքների նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական բողոքի ակցիայի ընթացքում երկրում ձերբակալվել է առնվազն 1203 քաղաքացի եւ զոհվել ավելի քան 29 ցուցարար։ Իրանական իշխանություններն իրենց հայտարարություններում շեշտում են ակտիվիստների օրինական պահանջները կատարելու մասին, սակայն զանգվածային ցույցերը դեռևս չեն դադարում։ Ռուսաստանի Տվեր քաղաքում խոցված ուկրաինական ԱԹՍ-ի բեկորներն ընկել են բազմահարկ բնակելի շենքի վրա։ Ըստ ռուսական լրատվամիջոցների դրա հետևանքով 1 մարդ զոհվել է, 2-ը վիրավորվել։ Ես շատ կցանկանայի հնարավորություն ունենալ անձամբ Թրամփին փոխանցել Նոբելյան մրցանակը, այն ինչ նա է արել, պատմական քայլ է, մեծ առաջընթաց դեպի ժողովրդավարության անցում, հայտարարել է Նոբելյան դափնեկիր Վենեսուելայի ընդդիմադիր առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն։ Անկախ Վենեսուելան դա նշանակում է ապահով դաշնակից անվտանգության հարցում, հանցագործության կենտրոնի ապամոնտաժում եւ Ամերիկան դարձնում անվտանգության վահան, նշել է Մաչադոն։ Սա տեղի է ունեցել, երբ ամերիկյան մամուլը քննարկել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ աջակցել վենեսուելական ընդդիմադիր քաղաքական գործչին, քանի որ 2025 թվականին նա ընդունել է խաղաղության Նոբելյան մրցանակը։ Նյու Յորքի դատարանում տեղի է ունեցել Վենեսուելայի նախկին նախագահ Նիկոլաս Մադուրոյի գործի քննությունը, որի ընթացքում նա չի ընդունել առաջադրված մեղադրանքները։ Մադուրոն դատարանում խոսել է իսպաներեն եւ հայտարարել, որ իրեն առևանգել են։ Նրա խոսքով ինքը Վենեսուելայի գործող նախագահն է եւ համարվում է ռազմագերի։ Նրա կինը Սիլիա Ֆլորեսը ներկայացել է որպես Վենեսուելայի առաջին տիկին եւ հայտարարել է իր բացարձակ անմեղության մասին։ Դատարանում նախագահական զույգը ներկայ է եղել մուգ գույնի բանտային հագուստով։ Մադուրոյի փաստաբան Բարի Փոլակը նշել է, որ Վենեսուելայի նախկին նախագահը այս պահին չի դիմում գրավով ազատ արձակվելու խնդրանքով։ Նույն դիրքորոշումն է հայտնել նաև Սիլիա Ֆլորեսի պաշտպանը։ Բացի այդ, Փոլակը նշել է, որ Մադուրոն ունի առողջական որոշ խնդիրներ, որոնք պահանջում են հատուկ ուշադրություն։ Սիլիա Ֆլորեսի պաշտպանն էլ հայտնել է, որ նրա պաշտպանյալը ձերբակալության ընթացքում ստացել է լուրջ վնասվածքներ, հնարավոր է ունի կոտրվածք եւ ուժեղ կապտուկներ կողոսկրերի շրջանում։ Վենեսուելայի նախագահի գործով հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 17-ին։
ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեքսեթը հայտարարել է, որ Նիկոլաս Մադուրոն ամերիկյան զորքերի ժամանման մասին տեղեկացել է ընդամենը 3 րոպե առաջ։ Նրա խոսքով գործողությունը իրականացվել է այնպիսի գաղտնիությամբ, որ Վենեսուելայի ղեկավարությունը չի պատկերացրել, թե ինչ է տեղի ունենում։ Իրականում նրա կինն ասել էր դրսում ինքնաթիռների ձայներ եմ լսում, սակայն նրանք չգիտեին։ Գիտեք ինչու, որովհետև շղթայի յուրաքանչյուր օղակ անթերի կատարում էր իր գործառույթը, ասել է Հեքսեթը։ Պենտագոնի ղեկավարը շեշտել է, որ Վենեսուելայում տեղակայված ռուսական հակաօդային պաշտպանության համակարգերը չեն գործել պատշաճ կերպով։ Հեքսեթը մանրամասնել է, որ գործողությանը մասնակցել է մոտ 200 ամերիկացի զինծառայող։ Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը կարծում է, որ ԱՄՆ-ի հավակնությունները Գրենլանդիայի նկատմամբ կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը։ Եթե ԱՄՆ-ն որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի մյուս երկրի նկատմամբ, ամեն ինչին վերջ կդրվի, շեշտել է նա։ Գրենլանդիայի կառավարության ղեկավար Յենս Ֆրեդերիկ Նիլսենն էլ նշել է, ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Գրենլանդիայի նկատմամբ կարող է ունենալ աղետալի հետևանքներ։ Արդեն 4-րդ օրն է Նիդերլանդներում հազարավոր ուղևորներ ձյան և սառնամանիքի պատճառով մնացել են երկրում, չեղարկվել և հետաձգվել են օդային և երկաթուղային չվերթները։ Ամստերդամի Schiphol օդանավակայանը չեղյալ է հայտարարել գրեթե 500 չվերթ և ժամանակավորապես փակել է մուտքային չվերթները։ Օդանավակայանը ուրբաթ օրվանից ի վեր ամեն օր չեղարկել է հարյուրավոր չվերթներ ձյան և սառույցի պատճառով։ Նիդերլանդների թագավորական օդերևութաբանական ինստիտուտը մի քանի նահանգների համար հայտարարել նարնջագույն նախազգուշացման կոդ, կանխատեսելով ձյան տեղումներ և զգուշացնելով երթևեկության վտանգավոր պայմանների մասին ամբողջ շաբաթվա ընթացքում։ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում առատ տեղումների պատճառով տրանսպորտային կոլապս է տեղի ունեցել։ Դրա հետևանքով խցանումների ընդհանուր երկարությունը գերազանցել է 1000 կիլոմետրը։ Օդանավակայաններում չվերթների 15%-ը չեղարկվել է։